Իմ անունը Խաչատրյան Սպարտակ քաղաքվեդի պատերազմ մասնակից զոհվածի եղբայր։ Ներկայանում եմ դատական համակարգի անօրինական գործունեությունը ու սնանկության կառավարիչի ու հարկադիրի հետ կապված ունեցվածքս ապշտակելու, փոշի հասնելու խարդախության միտումներով։ Մի քանի անգամ դիմել եմ 2010 թվականից մինչև հիմա դատավարությունը գնում է ու կամաց իմ ձեռք բերած գույքը ինձանից խլում են։ Այսինքն դատական համակարգի մեկ էլ սնանկության անօրինական գործունեության ձևով։ Պատճառը 2010 թվականին դրանք եղբայրներ են, որոնք որ ապրում են Վեդում, ես նրանց հետ ծանոթ եմ, 10%-ով գումար եմ վերցրել, մի անգամ 1 միլիոն մի անգամ վերցրել եմ 1000 եվրո, մի անգամ 1200 եվրո։ Ունեմ։ Մի անգամ էլ $4000 մի աղբորից։ Ու գրավի առարկա չի եղել։ Ու տոկոս եմ տվել 10%, 2008-ից մինչև 10-ը։ Հետո իրանք մի աղբեր եկավ, մոտեցավ, բա գումարները խեղդում են, սպանում են, պետք է մի բան դնես գրավ, ինձ տարածք ունի, տարածքից մի կտոր 1640 շինություն իր հողատարածքով դրեցի գրավ Արմեն Պետրոսյանի կնոջ անունով, որ սա գումարը անենք մենք, մյուս թղթերը պատրենք, թափենք։ Ահա, հաշվարկեցինք տոկոսները $4000, մեկ էլ 1000 եվրո մեկ, 1200 եվրո մեկ։ Այդ գումարը դարձավ 15000, գրեցինք 18000։ Ես ասացի, որ հողը ես արտադրամաս ունեմ, մինչև վաճառեմ ձեր գումար տամ։ 2 ամսով դրեցինք գրավ Արմեն Պետրոսյանի կնոջ անունով։ Հա։ Ու ես դուրս եկա, ապա քանի որ կալանք էր տակ էր գտնում իմ գույրանք, ու դուրս եկա, ապա երկեր աշխատելու, ասենք, ստանոկներ տեղադրելու, իմ գործը դա է։ Դրանց մի քանի ամիս տոկոս եմ տվել, հետո մի քանի անգամ էլ տոկոս տալով տղաս է տալու ուղարկել ենք, բա վերապացի, որ մեզ փող ես տվել։ 10 դոլարի ամբարձուման մտմա դատարան, ասենք բոլոր եղբայրները մտնում են դատարան Հայց Հապովյան 2010 թվականին, իմ գույքի վրա, կալանք են դնում, ու դատական պրոցեսով որպես բան դատավորը վճռներ է կայացնում հայցագնի չափով, մի գույքի վրա դրված, որը որ հայցագնի չափով է, Նայիրի Համբարձումյանի հետ, նաև մտնում են գումարների համար, որոնք որ միասին գարենք մի գումար Արմեն Պետրոսյանի հետ։ Ամբողջ թղթերով մտնում են գումար բան դատարան։ Ու դրա հետ միասին մի գույք էլ ունեցել եմ 2008 թվականին գրավի առարկայում դեր գումարը տվել եմ եղբորս Իրան էր պետք Ռուսաստանում 4.500.000-ի գրավի առարկա է եղել գրավարկը գրավի առարկայով ու այդ դրամար են մի դե առաջին դա են մտել դատարան ու Հայցի Հապովում են արել կալանք են դրել ամբողջ գույքի վրա շարժական անշարժ մի քանի անգամ դիմել եմ դատարան որ կալանքից հանեմ քանի որ իմ շարժական գույքը այնքան շատ էր կանցել անշարժը մերժել են դատավորը մի անգամ բան արել Հայցի Հապովը արել է որ հանել կալանքից իրանք նորից բողոքարկել միտումնավոր որ մնա կալանքի դեպքում հարկադիրի վարչության պետի հետ միասին Դամելյան կար իր հետ միասին միշտ գույքը սպայրեն կալանքներ դրա հետ միասին մի գույքը որը որ մեծ կտոր էր մնացել ամբողջ գումարի հետ կալանքի գրավի առարկա դա մցել են աճուրդի 30 միլիոն գնահատելով աճուրդը կայացել է առանց իմ կնոջ համաձայնությամբ ամուսնական կյանքում ձեռված գույքի 50%։ Ահա, աճուրդը արեն, աճուրդը 30 գույքից են 8 միլիոն դրամ, ամբողջ փաստաթղթերից հիմնավոր հանել եմ, 8 միլիոն դրամը հատկացել Նայիրի Համբարձումյանին, ինձ գրություն են ուղարկել, բայց ես ստուգում եմ, որ աճուրդը գնացել, աճուրդից 8 միլիոն հանում են 10 Նայիրի Համբարձումյանին գույքը, ինձ նամակ են գրում, թե որ գումարը փոխանցել է Նայիրի Համբարձումյանին։
հələ 2 միլիոն ես պարտք եմ մնացել։ Այդ մեկ։ Այդ գույքը 30 միլիոնի, որի ընդհանրապես ամբողջ պարտքը 10 միլիոն չէր կազմում։ Մի հատ էլ անշարժ գույք, երկրաշրջանային խողովակների արտադրամաս, իրենք էլի հարկադիր վաճառում է, ու ոչ մի պարտ չի մարում, գումարը հատկացման Նայիրի Համբարձումյանն, այսինքն Նայիրի Համբարձումյանը, որ համ գույքն է վերցնում, համ փողը։ Ես համ կադաստրում կոմիտեի դիմելու ժամանակ ստացեմ տեղեկանքը, որ նույն օրը գույքը անցնում է Նայիրի Համբարձումյան առանց աջուրդի։ Այսինքն հատկացեն իրան համ գումարը փոխանցում ամեն էլ էլի, անօրինականություն։ Ու տես մնաց ասելիք հարդարդվեն, մաքրվի կգնա։ Դրանից հետո կալանքի տակ եմ 2010 թվականից ես ու իմ կինը մինչև այսօր անշարժ գույքը շարժական ոչ մի բան չեմ կարող անեմ։ Այդ գույքն էլ որ անցել է Նայիրի Համբարձումյանին, դրանից հետո նորից Ռաֆիկ Պետրոսյանը մտել է սնանկության դատարան 2015 թվականին, 16 թվականին վճռ են կայացրել, որ սնանկ ճանաչեն մենակ ինձ, ճանաչել են սնանկ, սնանկության կառավարչության համագյուղացի Հենրիկ Մարտիկյան, որ կա, դրա հիմնաչով ես այդ ժամանակ արդեն դուրս եմ եկել Ռուսաստանում ստանոքների հետ որպես մասնագետ աշխատանքի։ 18 թվականին դուրս եմ եկել, վճռ եղել 17 թվականին սնանկ են ճանաչել, 18 թվականին եկել եմ հետ, տեսեմ այդ մի գույքը արդեն վաճառված է։ Բայց վճռները բողոքարկման մեջ է, սնանկության վճռը վերաքննիչ վճռաբեկ դատարան։ Վճռը դեռ վճռաբեկ դատարանում քննարկման մեջ է, իրանք գույքս վաճառում են առանց վճռը արմենական ուժի մեջ մտնելու։ 2020 թվականի դեկտեմբեր ամսին, դեռ չի 12 ամսին ես նամակ ստանում որ գույքը բեկանվել է։ Իօգուտ ինձի։ Ու այսօր այդ գույքը մինչև օրս գտնում է այդ գնողի, որը Մարիշկա գյուղից է, իր անվամբ։ Սնանկության կառավարիչը տեսնելով այդ ծայրութով, որ չհասավ, դե ոնց էր, հիմա մյուս եղբայրը Արմեն Ռաֆիկ Պետրոսյանը 3 միլիոն 200 հազար դրանք համապարտների ցուցակա, որ նրանք նորից են ժամանակ մտել են։ Մի հետադարձի կարգով նորից մտնում են դատարան, հարկադիրը հետադարձի կարգով նորից կալանք է դնում են գույքերը, որը իրավունք չունի։ Վաղեմության ժամկետ դուրս, եթե նրանք 2016 թվականին կալանքից հարկադիրից գույքը հանել են, օբշի, իմ գույքը, երկրորդ անգամ ինչ իրավունք ունեն մտնել, 3 տարի անցել է, չգիտեմ ինչ ձև են մտել, հարկադիրը ինձ նորից նամակ աղարկել, կալանքը դրել գույքի վրա, այս անգամ հարկադիրը ապարել, որ դա այդ գույքը վաճառելու իրավունք չունեն, քանի որ ամուսյան կյանքում երբ դրա գույքի 50% է, հետո ինքնական շինություն կա։ Ես չեմ կարծում ինքնական շինությունը ձևակերպեմ։ Դիմել են սնանկության դատարան 2000 հետագարձի թղթով։ Այդ 3 միլիոն 200 հազարը սարքել են 7 միլիոն, այն Արմեն Պետրոսյանի գումարը սնանկության դատարանը կառավարիչը սարքել է 5 միլիոն, մեկինը ոբշե մի 20 միլիոնի տարբերությունով տոկոս են աճեցրել, 77 հոդվածով որ չեմ հասկանում, կառավարիչը ինձ նամակ չի ուղարկել, ես իր նամակները որպես հին գործով, որ ինքն կառավարիչն եղել, բեկանված եղել, իմ գույքը մնացել են ծանով, իր հետ ընդհանրված եմ, չեմ են ուզում ոչ մի հարաբերություն ունեմ, գույքը հիմա գտնում է աջուրդում, այսինքն գնահատել են 70 միլիոն, ամբողջ իմ գույքը, որը 2000 քառակմետր հողատարածք կա եւ 481 շինություն, կիսակառույց եւ որից 200 քառակմետր ինքնակամա, 200 քառակմետր կապիտալ վերանորոգված շինությունը։ Սնանկության կառավարիչը ներկայացրել է գնահատման, որ Թոփալյան ընկերություն կա, Թոփալյան ընկերությունը ինչ չի տեղեկացել, որտեղ ես նամակները չեմ ստացել, ես նամակները ստանալու դեպքում, եթե ես նամակ չեմ ստանում, ստորենց գրքի, ինքը պարտավոր էր միլիցիայի կարգով, հանրային կառավարության կարգով ինձ ներկայացնել կամ ինձ կանչեր։ Չի արել, քանի որ ամեն ինչ թաքուն արել։
Դա ես բողոքարկել եմ, բջջները կայ ես դες կտամ կառավարիչը գրած է, սնանկության կառավարիչը ինչ բան ներկայացրել է, վերջի վճռը եղել համապարտների ցուցակ, վերջի օրը համապարտների ցուցակը դատավորը հաստատում են, որ ուղարկում են ինձ։ Ու ես չեմ հասնում ոչ մի բան անեմ, ոչ ես, ոչ կինս։ Հիմա նույն դատավորը, որ եղել Արտաշ Հովհաննիսյանը, վեդի դատավորը, դա տեղափոխվել է սնանկության դատավոր, ինքը ծանոթություն ունենալով սնանկության կառավարիչ հետ, մինչև դա էլ էր սնանկության, հիմա իրար հետ միասին, թե ոնց են արել չեմ հասկանում, հիմա համապարտության ցուցակը հաստատել են, ես բողոքարկել եմ մի քանի անգամ ապարդյուն համապարտության ցուցակը։ Հիմա իրանք նոր ցուցակով որ ներկայացրեն աճուրդի, դատավորը հաստատել է առաջի ցուցակը ներկայացրեն, դատավորը որ թույլ տալ վաճառքի շինությունը, որը այդքան շատ է, հողի վրա շինություն կա Կիսակարից քաղաքի կենտրոնում։ Հիմա Հովհաննիսյանը մերժել է հայցը, որ ինքնական շինություն կա, իրավունք չկա վաճառքի։ Նորից նույն սնանկության կառավարիչը Թաղկալյան ընկերությունը, որ գնահատել է 94 միլիոն գույքը, 3 միլիոն 500 հազարի համար ինձ սնանկ են ջանել, որ խլեն։ Նույն մարդիկ, նույն դատավորը, նույն կառավարիչը, նույն եղբայրները, որոնք տոկոսով փող են տվել։ Հիմա երկրորդ անգամ մերժելուց հետո նորից նույն սնանկության կառավարիչը մտնում է, արդեն հողն է դնում աճուրդի, շենքի տակի հողը։ 440 շինությունը երկուսը ինքնական շինություն, որ ես չեմ գաղթել ձևը, քանի որ կալանք էր դրած։ 844-600 շինության տակի հողը վաճառում են, ինչի համար։ Անօրինական չի դա, անօրինական է։ Հիմա մենք բողոքարկենք վերաքննիչ դատարան, մի վճռաբեկ դատարանում քնում, բայց մինչև հիմա սնանկության կառավարիչը աճուրդ է, որ իրավունք չուներ։ Եթե գործը քնում է բողոքարկման մեջ, կը իրավունք չունի աճուրդ անի։ Աճուրդը իջել է մինչև 51 միլիոն։ 98 միլիոնից աճուրդը գնահատված արժեքից շատ քիչ են գնահատել նաև այդ Թաղկալյան ընկերությունը, որ ես տեղեկել չեմ իմացել ոնց են գնահատեն, કે տեղեկություն չի պահել, բայց պարտավոր ինձ տեղեկություն պահել, եթե նամակները չեմ ստանում, ինքը պետքա ներկայացնել համայնքիով կամ միլիցիայով, ես որ ստանայի տեղեկան որ աներ, չի արել։ Ես դա համար բողոքարկել եմ։ Դե միտումնավոր արեն գործել։ Հիմա բողոքարկվել վճռաբեկ դատարան 94 միլիոնից գույքը 20 միլիոնի չհասնում են, Թաղկալյան ընկերությունը ես դու գերեմ մեջմիածին ինձ է, որը որ օգոստոս ամսից լիցենզիա չունի, կասեցված է գործունեությունը։ Անում են 70 միլիոն, գույքը դրեն աճուրդի, իջել է մինչև 51 միլիոն, հա։ Հիմա երկրորդ աճուրդը 15 օրը մեկ աճուրդ է, մեր չգիտեմ ոնց է դառը, հա։ Այդ ձևի մարդու ունեցվածքը ուզում են խլեն, փոշիացնեն, երկու գույք խլել են, երկրորդն ես էլ ոչ բան չունեմ, չեք էլ աշխատում մարդուկին։ Ուղղակի ստիպում են հանցագործության։ Ես պատերազմաստակից եմ։ Ես իմ տունը պահել եմ, իմ երկիրը պահել եմ, իմ ունեցվածքը կպահեմ։ Ես ուղղակի խնդրում եմ վարչապետից, իրավաբան ազգերից բողոքել եմ ամենտեղ։ Իրանք դեմ առնում են, ծանոթներով իրանց ամեն ինչով, չգիտեմ, ես արդեն ուժս չի պատում, արդեն ասում եմ հանցագործության։ Ես որպես վարչապետին Փաշինյանին, եսի համակողմնակիցն եմ, ու իր բայլավներ պատահական համակարգ այդ հին անցյալ մարդկանցից կաշառակերներից ճիշտ կարելի ասել կառավարիչից բռնած հարկադիրի պետից վարչության պետը որ թույլ ատվեւ ինքը իրավունք չուներ թույլ տալ վաճառքի չէ որ նրանք առաջի փուլում բեկանվել են երկրորդ անգամ ոնց են մտել կամ հարկադիրի վարչության պետը ինչ իրավունքով է դրե հետադարձ քննություն արել որտեղ որ մարդասպանության չհասնեմ 70 տարեկան հասակում թող նոր վերաքննություն սկսենք սնանկության կառավարիչով հարկադիրով այդ հիմունքներով ես բան չունեմ ասելու թող նորից հակառակորության կոմիտեն կլինի քննչական կոմիտեն կլինի դատախազություն կլինի բայց ոչ Արարատի մարզի մենակ Երևան քաղաքից նորից քննություն կասեցնեն քննություն ես իմ պարտավորությունը կատարեմ թողնի պարտավոր եթե սխալ եմ ուրիշ չէ ես երկրում ումից փող ուզեմ Ալիևից փող ուզեմ որ բերին պարտքերը փակի թե վարչապետից ուզեմ այդ թուրք են դրանք մարդ չեն ինչ մարդ են մարդու ունեցվածը խլել են վարչին հարոտ մարդ են խլել տուն են խլել Հայաստան Արարատի շրջանի դրանք ինչ մարդ են իրանց հետ խոսալը անհնարին է որ դրանք մարդկային ոչ մի հարաբերության մեջ չեն մտնում
Ես քննրի ձեր լրագրող գայք նկարնեք տեղում իմ ունեցվածքը ու իրանց արարքը ավելի པարզ կլիներ։ Վերաքննություն նորից თუ հետուղարկեն քննություն։ Այդ ամեն ինչ ես բողոքարը դատախազություն իրանք արծեր լուծել են, փակել են, իրանց կանալներով կապել։ Նորից ես ուղղակի խնդրում թող դնեն, ես ոչ մեկից փող չեմ ուզում, ես աշխատող եմ իմ ձեռներով, ես ստանոք եմ, արտադրություն եմ կազմակերպում, որ պլաստմասե արտադրանքներ է, միշտ Ռուսաստանում մեղեն փակ է այսօր։ Այդ մի ունեցվածք ունեմ, տունել չունեմ սեփական, եթե ուզում են խլեն այդ վաշխառուների մեջ, հա, իմ ունեցածը, ասենք ցանկությունը, որ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր արդեն երկիրը փոխվել է, ժամանակները փոխվել են, այդ հին համակարգը կաշառակեր վերացել, ամեն նորից որ խնդրում եմ, որ տրամադրեն, ասենք ինձ ու մոտ գնան, որ ասենք խոսքի ազգային անվտանգություն, հակակոռուպցիոն կոմիտե, քննչական կոմիտե, որ միանգամից նորից 2010 թվականից թող քննություն անեն, այն սխալը գտնեն այդ հարկադիրի դրանց հետ միասին։ Կամ ստանգության կառավարիչը այսօր դնում այն գուկը առանց բանի ծախումը որին չլի 3 միլիոն 200 հազար հիմար դու գույք ես վաճառում, նրանք էլ մտեն համել 2010 թվականից գույքը կալանքի պահում են հայցագնից ավել ինչի համար, որ ինձ սնեն կասեն նվաստացնեն, դա չի լինի։ Միանշանակ ես իմ ընտանիքն եմ, ես զինվոր եմ, ես իմ ընտանիքը պետք է պահեմ։ Ով ուզում է լինի, կառնեն, տեղում կմնան։ Ես ոչ մեկի չեմ վախենում, ոչ իրանցից, ոչ իրանք թող վախենան։ Ով պետք է վաճառի կառավարիչը, վաճառիկը ի պատասխանը կտա, կմնա իր տեղում։ 100 միլիոնից գույքեր որ ծախում են, իջեցնել են, անեն 20 միլիոն որ տան դրանց ինչի համար։ Նախնական բան է, ասենք կազմակերպված հանցագործություն է դա։ Պետական ռեկետ, հարկադիրի պետով, ստանգության կառավարչով, բգել դատավորով։ Թող նորից քննություն սկսվի, կասեցնեն գործունեությունը հիմա, ինչի համար է ստանգության կառավարիչը վճիռ օրինական ուժ չի ստացել, բողոքարկում են աճուրներ անում, վրազում է, փողա վերցը։ Այն մյուս գույքը չի մնացել, դու մյուս գույքին է վնասի փոխածում տա ինքինիզը 2016 թվականից իմ գույքը խլել է բեկանվեր անվերա ճանաչվել։ Բային վնասներով դիտա իմ նյութական ներվային համակի իմ ընտանիքի չասենք ես որ գնամ ես եմ կառուցել իմ եղբոր հետ միասին։ Ես եմ ուզում իմ երկրի տերը դառնամ, ես եմ մնալու իմ թորնան իմ երեխան, մենք ուր գնանք, կառուցում է երկիրը, փոփոխություն անում, ազատություն, անկախություն ինչի համար, ասենք, պարոն վարչապետի խոսքերով, ասենք, մեսիա կողմնակիցն եմ, մենք ենք երկրի տերը, ինչ ուզում են խլեն ինձ, ոչ մեկը ոչ բան չի արի, երկրում ուզում է փայատել դառնա, ինչի համար, ունեցվածքը խլեն դառնան փայատել, ոչ մեկ ոչ բան չի արի։ Այսքանը, թող նորից մի կազմակերպություն, որը որ վարչապետն եմ դիմում, մի կազմակերպություն, որ ես արդար եմ, հակակոռուպցիոնը լինի, ազգային անվտանգությունը լինի, բայց միայն Երևան քաղաքից, Արարատի մարզից թող շնեն, որտեղ իրանք կաշառակեր մարդ են փող տալով, իրենց հարցերը լուծում են։